Ես 8 տարի նստեցի ճշմարտության համար։ Մտածում էի կվերադառնամ տուն եւ կապրեմ հանգիստ, բայց պարզվեց, որ իմ գյուղը զավթել է տականքների մի բանդա։ Պարագլուխը եկավ ինձ մոտ եւ ասաց. «Վճարիր, թե չէ մենք կայրենք քո տունը»։ Նա կարծում էր, թե ես կվախենամ։ Նա չգիտեր, որ գաղութում ես անցել եմ այնպիսի բաների միջով, որոնք նրան անգամ երազում չեն երևացել։ Փոշոտ ավտոբուսը, ճռռացնելով զսպանակները դանդաղ սողաց գրունտային ճանապարհով, հետևում թողնելով միայնակ մի կերպարանքի։ Արմենը ուղղեց հին զինվորական պայուսակի ուսագոտին եւ խորը շունչ քաշեց։ Օդն այստեղ ուրիշ էր, ոչ թե բանտային, խեղդող ու թթու, այլ թանձր, հագեցած օշինդրի, տաքացած ասֆալտի եւ հեռավոր գետի բույրով։ 35 տարեկան։ Դրանցից 8-ը ջնջված են, կտրված կյանքից բութ դանակով։ Նա նայեց իր ձեռքերին։ Լայն ափեր, հարվածներից կոշտացած հոդեր, որոնք վաղուց սպիացել էին։ Բայց այն օրվա հիշողությունը, երբ նա քաղաքային այգում պաշտպանեց մի աղջկա, մնացել էր ընդմիշտ։ Դատախազի որդին այն ժամանակ երկար բուժվում էր, իսկ Արմենը գնաց անտառահատման։ Նա շարժվեց դեպի գյուղ։ Կոշիկները խուլ թախթկում էին չոր հողի վրա։ Շուրջ բոլորը փռված էին դաշտերը, բայց դրանք անխնամ ու վայրիացած տեսք ունեին։ Առաջ այստեղ հասկերն էին ծփում, գվում էին կոմբայնները, իսկ հիմա քամին քշում էր չոր մոլախոտը։ Այգևան գյուղը նրան դիմավորեց լռությամբ։ Ոչ թե այն օրնյալ լռությամբ, երբ մարդիկ հանգստանում են աշխատանքից հետո, այլ զգուշավոր, վախեցած լռությամբ։ Ցանկապատերը ծռմռվել էին, շատ պատուհաններ խաչաձև մեխված էին տախտակներով։ Մոր տունը կանգնած էր ծայրամասում, անտառի մոտ։ Դարպասը ողբալի ճռաց, երբ նա հրեց այն։ Բակը մարդահասակ եղինչով էր պատվել։ Աստիճաններին նստած էր մի փոքրիկ, կծկված ծերքին եւ էմալապատ ամանի մեջ հնդկաձավար էր ընտրում։ «Մայրիկ», ցածրաձայն կանչեց Արմենը։ Նա ցնցվեց։ Ամանը ընկավ ձեռքերից, ձավարը թափվեց փտած տախտակների վրա։ Մի վայրկյան նա նայեց որդուն կիսակույր աչքերով, չհավատալով, իսկ հետո տնքով ձեռքերը սեղմեց կրծքին։ Արմեն ջան, ողջ ես, վերադարձար։ Նա նետվեց դեպի որդին, այնքան թեթև, գրեթե անկշիռ, ինչպես չոր տերև։ Արմենը գրկեց նրան, զգալով, թե ինչպես են սուր ծկվել նրա թիկակները հին բաջոկնի տակ։ Կոկորդին մի գունդ կանգնած։ 8 տարի նա երազել էր այս մահի մասին, եւ ահա այն եկավ, բայց ուրախությունը դառնության համուն էր։ Մայրը ծերացել էր ոչ թե 8, այլ բոլոր 20 տարով։ Երեկոն անցավ զրույցներով։ Արմենն ավելի շատ լսում էր, քան խոսում։ Մայրը վազվզում էր, սեղանին դնելով համեստ ընչերքը, խաշված կարտոֆիլ, թթուվարունգ ու հաց։ «Դու տղաս մի նեղացիր, որ սեղանը դատարկ է», մեղավոր ասում էր նա, թեյ լցնելով։ «Ժամանակները հիմա ծանր են»։ «Թոշակը ուշացնում են», հարցրեց Արմենը կտրելով հացը։ Անահիտ մայրիկը իջեցրեց աչքերը եւ սկսեց տրորել սփռոցի ծայրը։ «Չէ, վճարում են ժամանակին, միայն թե հարկը մեզ մոտ հիմա կա»։ «Ինչ հարկ», խոժռվեց Արմենը։ «Պետական»։ «Երանի թե», հառաչեց մայրը անցնելով շշուկի, գարցես պատերը կարող էին լսել։ «Վարազն է մեզ մոտ հիմա տերը»։ Վարդան Գոզյանը, հիշում ես այդպիսի մեկին։ Առաջ ակումբում կռիվներ էր սարքում, դպրոցականներից մանրունք էր թափ տալիս։ Հիմա նա վարազն է, բարձրացել է, բանդա է հավաքել, բոլորին իր տակն է արել, եւ ֆերմերներին, եւ խանութը, եւ մեծ ծերերիս։ Ասում է պաշտպանության համար պետք է վճարել։ Պաշտպանություն ումից։ Արմենի ձայնը դարձավ կոշտ, սառը։ Հենց իրենից, դառը քմիծը ծախ տվեց մայրը։ Ով չի վճարում, նրա մեկ հավերն են կորչում, մեկ ապակիներն են ջարդում, կամ էլ ավելի վատ։ Պապիկ Մաթևոսի կովին տարան, իսկ նա դրանով էր ապրում։ Արմենը սեղմեց բռունցքն այնպես, որ հոդերը սպիտացել էին։ Նշանակում է, մինչ նա նստած էր նրա համար, որ պաշտպանել էր մարդու, այստեղ ազատության մեջ բորբոս է բազմացել։ Եվ շատ է վերցնում։ Թոշակի կեսը տղաս։ Ամեն ամսվա 5-ին նրա մարդիկ շրջում են տներով։ Վաղը հենց ամսի 5-ն է։ Վաղը ուրեմն։ Արմենը վեր կացավ եւ մոտեցավ պատուհանին։ Դրսում մթնշաղ էր իջնում։ Ոչինչ, մայրիկ, ես տանն եմ, պարկիր քնելու։ Գիշերն անհանգիստ անցավ։
Արմենը պառկած էր հին զսպանակավոր մահճակալի վրա եւ լսում էր, թե ինչպես է քամին ոռնում վառարանի ծխնելույզում։ Բանակում սրված եւ գաղութում կոփված բնազդները թույլ չէին տալիս թուլանալ։ Նա գիտեր մարդկանց այդ տեսակը, շնագայլ էր։ Նրանք ուժեղ են միայն այն ժամանակ, երբ շատ են, իսկ զոհը թույլ է եւ վախեցած։ Առավոտը սկսվեց ոչ թե աքաղաղների կանչով, այլ շարժիչի մռնչյունով։ Տան մոտ կանգնեց սև, ամբողջովին մքեցված ապակիներով ամենագնացը, բարձրացնելով փոշու քուլաներ։ Մեքենայից դուրս թափվեցին երեքը։ Երկուսը երիտասարդ ամրակազմ տղաներ էին սպորտային համազգեստներով, դատարկ աչքերով եւ մաստակը բերաններում։ Երրորդն ավելի մեծահասակ էր, հաստ վզին ոսկե շղթայով եւ վազվզող հայացքով։ Սա վարազը չէր, այլ այնպես, մի լակոտ, հարկահավաք։ Արմենը դուրս եկավ աստիճանը հարթակ։ Նա մայկայով էր եւ զինվորական տաբատով, ոտաբոբիկ, հանգիստ, թուլացած, բայց ներսում զսպանակն արդեն սեղմվել էր։ Դե ինչ տատիկ, պատրաստ ես, գոռաց հավաքը, նույնիսկ չնայելով Արմենին։ Բեր տուրքը, ժամանակը ռեդինե չէ։ Մայրը սկսեց վազվզել նախասրահում, զնգացնելով կապոցի մեջ եղած մանրունքը։ Արմենը ձեռքով փակեց նրա ճանապարհը։ Պահիր, մամ, ոչ ոք ոչինչ չի ստանա։ Նա իջավ աստիճաններից եւ կանգնեց բանդիտների դիմաց։ Նրանք իրար նայեցին եւ քրքջացին։ Օպա, պաշտպան է հայտնվել, քմծիծաղտվեց ավաքը, թքելով ոտքերի տակ։ Դու ով ես, հոպար, բարեկամ ես, ինչ է, քեզ այստեղ ապրելը հոգնեցրել է։ Ես որդին եմ, հանգիստ պատասխանեց Արմենը, եւ ես այստեղ եմ ապրում։ Իսկ ահա դուք այստեղ ավելորդ եք։ Նստեք ձեր ջարդոն մեքենան եւ գնացեք, ու որպիսի ես ձեզ այս գյուղում այլևս չտեսնեմ։ Ծիծաղն ընդհատվեց։ Ավաքը մոտեցավ փորձելով կախվել Արմենի վրա, բայց նա անգամ չշարժվեց։ Լսիր տղա, դու կարծես չես հասկացել, սա վարազի տարածքն է, այստեղ ամեն քար մեզ պարտք է, իսկ դու լկտությանդ հիմա առանձին կվճարես ատամներոդ։ Սպորտսմեններից մեկը քայլ արեց առաջ թափահարելով բեյսբոլի մահակը, որը մինչ այդ թաքցնում էր մեջքի հետևում։ Շարժումը կտրուկ էր, բայց Արմենի համար այն դանդաղեցված թվաց։ Մի կողմ խուսափում, ձեռքի օրսում, կոտրվածքի ձայն։ Տղան ոռնաց, ձեռքից գցելով մահակը եւ ընկավ ծնկների վրա, օրորելով ոլորված դաստակը։ Երկրորդը փորձեց նակախ հանել, բայց ծնկին ստացավ օգքի կոշտ հարված եւ ծալվեց մեջտեղից, բերանով օդ հավաքելով։ Ավաքը հետ գնաց։ Նրա դեմքը գունատվեց։ Նա չէր սպասում նման հակահարված հասարակ գյուղացի տղամարդուց։ Դու ինչ ես անում։ Դուք գիտես ում վրա ես գնում։ Վարազը քեզ ասֆալտին կհավասարեցնի։ Փոխանցիր քո վարազին, որ խանութը փակ է։ Եվս մեկ անգամ տեսնեմ ձեզանից որևէ մեկը իմ տան կամ որևէ ուրիշ ծերունի տան մոտ, կխոսենք ուրիշ ձևով։ Կորեք այստեղից։ Նա վերցրեց մահակը եւ ուժով խրեց այն հողի մեջ բանդիտի ոտքերի մոտ։ Նա ցնցվեց։ Հետո հավաքեց իր տնքող հանցակիցներին եւ նրանք կաղալով քարշ եկան դեպի մեքենան։ Ամենագնացը պոկվեց տեղից, քիչ էր մնում քանդեր ցանկապատը։ Մայրը կանգնեց էր շեմքին, սպիտակ ինչպես կտավը։ Արմեն, ինչ է լինելու հիմա։ Նրանք կվերադառնան, նրանք կայրեն մեզ։ Մի վախեցիր։ Նա մոտեցավ եւ գրկեց մայրը։ Ես այստեղ եմ։ Ես հարցերը կլուծեմ։ Օրն անցավ տագնապալի սպասման մեջ։ Արմենը հասկանում էր, որ սա միայն սկիզբն է։ Այդպիսի մարդիկ ստորացումը չեն ներում։ Նա շրջեց տան շուրջը, ստուգեց դռները, տակառի մեջ ջուր հավաքեց, սարայում գոմում գտավ հին կացինը, սրեց այն մինչև ածելիի սրության, ոչ թե սպանության, այլ աշխատանքի համար։ Բայց վարպետի ձեռքում ցանկացած գործիք զենք է դառնում։ Արագ մտնեց, գյուղը սուզվեց խավարի մեջ։ Միայն այստեղ-այնտեղ թույլ լուսավորված էին պատուհանները։ Արմենը չէր քնում։ Նա նստած էր շեմին, մթության մեջ եւ լսում էր գիշերը։ Գիշերվա ժամը 2-ի սահմաններում բանջարանոցի կողմից խշշոց լսվեց, հետո բենզինի հոտ։ Արմենը արձագանքեց ակնթարթորեն։ Նա նետվեց տան անկյունը եւ տեսավ մի ստվեր, որը տարայից հեղուկ էր լցնում գոմի պատին։ Կայծկլտած կրակայրիչը։ Բոցը բռնկվեց, ագահորեն լիզելով չոր փայտը։ Ախ, դու սրիկա։ Արմենը երկու ցատկով հաղթահարեց տարածությունը եւ ուսի հարվածով վայր գցեց հրկիզողին։ Նա թռավ դեպի փշահաղարջի թփերը։ Գոմն արդեն բռնկվել էր, կրակը արագ սողում էր վերև։ Արմենը վերցրեց ջրով լի դույլը, որը պատրաստ դրված էր, եւ շփեց պատին, իջեցնելով բոցը։ Հետո եւս մեկը։ Բարեբախտաբար նկատել էր անմիջապես, կրակը չէր հասցրել ուժ հավաքել։
Հրկիզողը փորձեց սողալով փախչել, բայց Արմենը ծանր կոշիկով կանգնեց նրա ոտքին։ Ուր է իր հավաքվել։ Նա կտրուկ բարձրացրեց տղային օձիքից։ Սա բոլորովին երիտասարդ տղա էր, տեղացի, վազվզող վախեցած աչքերով։ Հոպար Արմեն, պետք չէ ինձ ստիպել են։ Ովքեր։ Վարազի ճաղատ օգնականը, ասաց եթե չվարես նրանք ինձ կհաշմանդամեն։ Արմենը զզվանքով մի կողմ շպրտեց նրան։ Կորիր այստեղից եւ փոխանցիր ճաղատին, որ ես գալիս եմ նրա հետևից։ Գոմը հաջողվեց մարել, բայց դա վերջին կաթիլն էր։ Նրանք անցան սահմանը։ Նրանք ուզում էին այրել տունը, որտեղ քնած էր իր մայրը։ Հիմա սա արդեն պատերազմ էր։ Հրկիզումից հետո առավոտը մռայլ բացվեց։ Ցածր մոխրագույն երկինքը կախվել էր այգևանի վրա, ինչպես ծանր կապալե տանիք, որը պատրաստ է ուր որ է փլուզվել։ Այրուկի հոտը դեռ պտտվում էր բակում, թունդ եւ դառը, հիշեցնելով գիշերային այցի, դավաճանության եւ այն մասին, որ չարիքը պատրաստ է գալ քո տուն, մինչ դու քնած ես։ Արմենը գիշերվա մնացած մասը չքնեց։ Նա նստած էր հին փայտե աթոռին խոհանոցում, ականջ դնելով պատուհանից եկող յուրաքանչյուր խշշոցին, կողքի սենյակում մոր շնչառությանը։ Նրա հայացքը կենտրոնացած էր, կարծես նա տեսնում էր ոչ թե պատերը, այլ ռազմադաշտը։ Նրա ձեռքերում սառած թունդ թեյի բացակն էր, իսկ գլխում հստակ անողոք ռազմավարությունը։ Նա հասկանում էր, որ պարզապես ծեծել մի քանի լկտիացած լակոտների բավական չէ։ Վարազի այս դեղական կայսրությունը, ինչպես փտած կոճող, արմատներ էր գցել խորը հողի մեջ, խճճելով գյուղը իր շոշափուկներով։ Պետք էր ոչ միայն կտրել ջուղերը, այլ արմատախիլ արել փտած արմատը այլապես մոլահակը նորից կաճի, ավելի ուժեղ, ավելի թունավոր։ Կեսօրին դարպասների մոտ, իր հետևից բարձրացնելով փոշու խիտ քուլա, անշտապ մոտեցավ խամրած կապույտ գծով ՈՒԱԶ-ը։ Միլիցիա։ Մեքենայից ծամրորեն դուրս թափվեց մի գեր տղամարդ, կապիտանի գունաթափված, կարծես արևից այրված համազգեստով։ Դա տեղամասային տեսուչ Ներսեսյանն էր։ Դրա կարմիր հողմահարված դեմքը իր տարիքից մեծ էր երևում, իսկ աչքերը հոգնած էին, տակերը պարկերով, կարծես քրոնիկ անքնությունից։ Արմենը հիշում էր նրան դեռ երիտասարդ լեյտենանտ եղած ժամանակ, երբ գնում էր բանակ։ Այն ժամանակ Ներսեսյանը լի էր իդեալներով, վարվում էր կարգուկանոն հաստատելու ցանկությամբ, անկեղծորեն հավատում էր օրենքին։ Հիմա Արմենի առջև կանգնած էր համակարգի, հանգամանքների եւ հնարավոր է սեփական անգործության կողմից կոտրված մի մարդ։ Բարև Արմեն, փնթփնթաց տեղամասայինը, ձեռքը չմեկնելով։ Նա նյարդային տրորում էր մատներում կեղտոտ գլխարկը, կարծես այն լիներ իր դժբախտությունների մեղավորը։ Բարև Ներսես Պետրոսիչ, ինչով ես եկել։ Արմենի ձայնը հանգիստ էր, բայց դրանում զգացվում էր պողպատե նոտա։ Լսել եմ քեզ մոտ այստեղ միջադեպ է եղել։ Ներսեսյանը խուսափում էր ուղիղ հայացքից։ Մարդիկ ասում են կոնֆլիկտ է եղել Վարդան Գոզյանի տղաների հետ։ Վարդան Գոզյանի, հարցրեց Արմենը սառը փոքրինչ արհամարական քմծիծաղով։ Դա Վարազի մասին ես խոսում ինչ է, այն նույնի, որ ծերերից փող է խլում, իսկ նրա տղաները այս գիշեր իմ գոմն էին այրում։ Ամբողջական գոմը, որը իմ հանգուցյալ հայրը իր ձեռքերով էր կառուցել։ Դիմումս կընդունես Ներսեվ Պետրոսիչ, հրկիզման փորձի եւ շորթման մասին։ Ներսեսյանը փախցրեց հայացքը, զննելով իր փոշոտ տրորված կոշիկների քթերը։ Նա ծանր հոգոց հանեց, կարծես ուսերին դրված էր ամբողջ աշխարհը։ Արմեն, մի բորբոքվիր, դու նոր մարդ ես, հետ ես վարժվել մեր կարգերից։ Դիմումդ ես կարող եմ ընդունել, բայց այն ընթացք չի ստանա։ Ինքդ գիտես, չկան ապացույցներ, չկան վկաներ։ Բայց ահա քո դեմ արդեն դիմում կա նրանցից, ում դու ծեծել ես, միջին ծանրության մարմնական վնասվածքներ հասցնելու համար։ Մեկի ձեռքն է կոտրված, մյուսի ծնկոս կրն է ջախջախված։ Բժիշկներն արդեն եկել են, արձանագրել են։ Սա արդեն հոդված է, Արմեն։ Նրանք եկել էին իմ տուն փող շորթելու, սպառնալում էին մորս։ Սա ինքնապաշտպանություն է։ Ես պաշտպանում էի իմ ընտանիքը եւ իմ ունեցվածքը։ Արմենի ձայնը դարձավ ավելի կոշտ։ Դա դու դատավորին կպատմես։ Ներսեսյանը հոգնած թափահարեց ձեռքը։ Լսիր ինձ ուշադիր, Արմեն։ Ես հարգում եմ քեզ, հիշում եմ հորդ, բայց քամուն հակառակ չես գնա։ Վարազն այստեղ ամեն ինչ պահում է իր ձեռքում, եւ շրջանը եւ քաղաքն են նրա տակ։ Նրա կապերը ամենուր են, հավատա ինձ։ Կգնայիր դու այստեղից, վերցրու մորդ ու գնա մի հեռու տեղ, քաղաք կամ էլի մի տեղ, թե չէ քեզ նորից կնստեցնեն, եւ այս անգամ երկարով։
Կամ ավելի վատ, կգտնեն անտառում գարնանը ու ոչ ոք չի էլ հարցնի, ինքդ ես հասկանում ինչ է այստեղ կատարվում։ Արմենը մոտեցավ հին, ծռմռված ցանկապատին, արմունկներով հենվեց դրան և նայեց ուղիղ ոստիկանի անքնությունից կարմրած աչքերի մեջ։ Նշանակում է դու նրանց ես պահպանում, Պետրոսիչ, իշխանությունը պաշտպանում է բանդիտների, ոչ թե մարդկանց, սա է մեզ մոտ հիմա նոր օրենքը։ Ես կարգ ու կանոնն եմ պահպանում, կտրուկ պատասխանեց Ներսեսյանը, բայց ձայնում չկար նախկին վստահություն, միայն կոտրված դառնություն։ Արմեն, մի բորբոքվիր, դու նոր մարդ ես, հետ ես վարժվել մեր կարգերից։ Դիմումդ ես կարող եմ ընդունել, բայց այն ընթացք չի ստանա։ Ինքդ գիտես, չկան ապացույցներ, չկան վկաներ, բայց ահա քո դեմ արդեն դիմում կա նրանցից, ում դու ծեծել ես, միջին ծանրության մարմնական վնասվածքներ հասցնելու համար։ Մեկի ձեռքն է կոտրված, մյուսի ծնկոսկրն է ջախջախված։ Բժիշկներն արդեն եկել են, արձանագրել են։ Սա արդեն հոդված է, Արմեն։ Նրանք եկել էին իմ տուն փող շորթելու, սպառնալում էին մորս։ Սա ինքնապաշտպանություն է։ Ես պաշտպանում էի իմ ընտանիքը և իմ ունեցվածքը։ Արմենի ձայնը դարձավ ավելի կոշտ։ Դա դու դատավորին կպատմես։ Ներսեսյանը հոգնած թափահարեց ձեռքը։ Լսիր ինձ ուշադիր, Արմեն։ Ես հարգում եմ քեզ, հիշում եմ հորդ, բայց քամուն հակառակ չես գնա։ Վարազն այստեղ ամեն ինչ պահում է իր ձեռքում, և շրջանը և քաղաքն են նրա տակ։ Նրա կապերը ամենուր են, հավատա ինձ։ Կգնայիր դու այստեղից, վերցրու մորդ ու գնա մի հեռու տեղ, քաղաք կամ էլի մի տեղ, թե չէ քեզ նորից կնստեցնեն, և այս անգամ երկարով։ Կամ ավելի վատ, կգտնեն անտառում գարնանը ու ոչ ոք չի էլ հարցնի, ինքդ ես հասկանում ինչ է այստեղ կատարվում։ Գնա, Պետրոսիչ, ցածր, բայց հաստատակամ ասաց Արմենը, գնա, քանի դեռ խիղճդ վերջնականապես չի լռել։ Ես ոչ միտեղ չեմ գնա, սա իմ տունն է և ես այն կմաքրեմ ամեն տեսակ պղծությունից, իսկ դու աշխատիր պարզապես չխանգարել և ոչ մի ավելորդ բան չտեսնել։ Ներսեսյանը կանգնեց ևս 6 րոպե ծանր շնչելով, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց ձեռքը թափահարեց, կարծես քշելով երես առաջ ճանչին, նստեց ու ազը և առանց հրաժեշտ տալու հեռացավ, իր հետևից բարձրացնելով փոշու հերթական ամպը։ Արմենը հայացքով ճանապարհեց նրան։ Օրենքի, պետության օգնության վրա հույս այլևս չկար։ Հիմա միայն ինքն էր, իր ճշմարտությունը և իր մեթոդները։ Արմենը որոշեց, որ պաշտպանության մեջ նստելը կործանարար մարտավարություն է։ Դա թույլ էր տալիս թշնամուն թելադրել կանոնները և հարձակման ժամանակը։ Պետք էր նախաձեռնությունը վերցնել սեփական ձեռքը, բայց նախ ճանաչել թշնամուն, հասկանալ նրա սովորությունները, թույլ տեղերը, ներքին կառուցվածքը։ Նա հագավ մաքուր, բայց հասարակագուստ, որպեսզի չառանձնանա տեղի բնակիչներից, և գնաց գյուղի կենտրոն։ Ժամանակից ծռմռված միակ խանութի մոտ միշտ մարդը շատ էր։ Այստեղ փոքրիկ հրապարակում, որը փոխարինում էր գյուղական ակումբին ու սոցիալական ցանցերին, քննարկվում էին բոլոր նորությունները, փոխանակվում էին բամբասանքներով, բողոքում կյանքից։ Արմենը մտավ ներս։ Վաճառասեղանի հետևում կանգնած էր մի թմբլիկ կին, ձյունաճերմակ, բայց հնամ մաշխալաթով, տիկին Վալյան։ Նա գիտեր գյուղում բոլորին, բարուրից մինչև մեծ ու փոքր։ Արմեն, թափահարեց նա թմբլիկ ձեռքերը տեսնելով նրան, օխ, ոնց ես մեծացել, առնականացել, իսկ աչքերդ ծանրացել են ինչպես ծեր զինվորինը։ Արմենը ժպտաց, թեև ժպիտը ժլատ ստացվեց, միայն դիպչելով շուրթերի անկյուններին։ Գնեց մի բոքոն թարմ հաց, մի տուփ թեյ, մի քանի տուփ պահածո։ Մինչ վճարում էր, խանութի դուռը նորից բացվեց և ներս, ասես աշխարհի տերերը լինեին, մտան երկուսը։ Նորից այդ լկտի սպորտային համազեստները, սափրած ծոծրակները, դատարկ ու կարճուն հայացքները ու լկտի քմծիծաղները։ Նրանք անցան առանց հերթի, լկտիաբար արմունկներով հրմշտելով առջևում կանգնած ծեր կանանց, ովքեր անմիջապես սխմվեցին դարակներին, աշխատելով աննկատ մնալ։ Լսիր, մար, տուր մի բլոկ ծխահոտ ու օղի 3 շիշ, ամենաթանկից, որը վարազն է սիրում, և մի ձող երշիկ, էլի թանկից, գոռաց նրանցից մեկը նույնիսկ չնայելով տիկին Վալյային։ Տղան էր, բայց հերթ է, երկչոտ սկսեց տիկին Վալյան, կարծես ներողություն խնդրելով։ Ինչ հերթ, մենք գործի ենք, տիկին Վալյա, շուտ արա, վարազը սպասել չի սիրում, կտրեց երկրորդը, մոտենալով ուղիղ վաճառասեղանին։ Նա նույնիսկ չէր պատրաստվում վճարել, պարզապես անցավ վաճառասեղանի հետևից և սկսեց ապրանքը լցնել մեծ պոլիեթիլենային տոպրակի մեջ։
Տիկին Վալյան կանգնած էր, ձեռքերը կախկցած, նրա աչքերում անզորության արցունքներ էին։ Գնորդները կարծես հրամանով կախեցին գլուխները, կծկվեցին, աշխատելով ուշադրություն չգրավել, բայց աչքի պոչով հետևում էին կատարվողին։ Արմենը գժորեն դրեց իր գնումները դարակի վրա, որից բանդիտը քիչ առաջ գցել էր մի քանի պահածո։ «Դիր տեղը», ասաց նա հանգիստ, բայց այնպես, որ յուրաքանչյուր բառ հնչեց հստակ ու պարզ խանութի խուլ լռության մեջ։ Բանդիտը, որը արդեն ձեռքին պահել էր թանկարժեք կոնյակի շիշը, քարացավ։ Դանդաղ, կարծես չհավատալով իրականներին, նա շրջվեց։ «Դու ինչ բլթացրիր։ Հոպար, դու ով ես, հերոս ես։ Ես ասացի դիր օղին տեղը և կանգնիր հերթի վերջում, ինչպես բոլորը»։ Երկրորդ բանդիտը, որը կանգնած էր մուտքի մոտ, ձեռքը տարավ դեպի գրպանը, որտեղ ակնհայտորեն դանակ էր դրված, և շարժվեց դեպի Արմենը։ «Սա հենց այն մեկն է, որի մասին ճաղատն ասում էր», շշնջաց նա հանցակցին, բայց շշուկը բավականին բարձր էր։ «Գիժը, որ մերոնց ջարդել էր։ Հա, հերոս միայնակը»։ Երկարացրև առաջինը դուրս գարով վաճառասեղանի հետևից։ Նրա ձեռքին փայլեց բացված թիթեռնիկ դանակը։ Շեբը հաստատ փայլատակեց լամպի թույլ լույսի ներքո։ «Դե արի, ցույց տուր, թե քեզ ինչ են սովորացրել գաղութում, ցույց տուր ֆոկուսներդ»։ Արմենը չսպասեց։ Տարածությունը նվազագույն էր, և նա օգտագործեց այդ առավելությունը։ Նա թափ չարավ, այլ կտրուկ ոտքով հարվածեց հակառակորդի սրունքին, ստիպելով նրան ծալվել ցավից և կորցնել հավասարակշռությունը, և անմիջապես ավելացրեց բացափով ծնոտին։ Բանդիտը չքացրեց ատամները, կարծես թակարդը փակվեց և ընկավ հնձածի պես, ձեռքից գցելով դանակը։ Շեղբը զնգոցով հարվածվեց լինոլեումին։ Երկրորդը փորձեց հարձակվել հետևից, բայց Արմենը, կրունկների վրա պտտվելով անհավանական արագությամբ, դիմավորեց նրան կոշտ ճշգրիտ հարվածով արևային հյուսակին։ Շնչառությունը կտրվեց, աչքերը դուրս թռան ուղեծրերից։ Բանդիտը ծալվեց մեջտերից։ Արմենը անմիջապես բռնեց նրա օձիքից և ուժով հրեց դեպի ելքը։ Փայտե դուռը մարմնի հարվածից բացվեց, քիչ էր մնում թռչեր ծխնիներից։ «Հավաքեք ձեր ընկերոջը և ռադ եղեք այստեղից», ասաց Արմենը, դուրս շպրտելով նաև առաջինին, ով նոր էր սկսել ուշքի գալ, բերանով օդ հավաքելով։ «Եվ ասեք բոլոր ձերոնց, խանութում այլևս ինքնասպասարկումը վերջացավ, վճարելու են բոլորը, ամեն ինչի համար, ինչ վերցնում են, և այլևս ոչ մի ձրին նվեր վարազի համար»։ Երբ նա վերադարձավ վճարասեղանի մոտ, խանութում խլացուցիչ լռություն էր։ Մարդիկ նայում էին նրան լայն բացված աչքերով, չհավատալով նրան, ինչ քիչ առաջ տեղի ունեցավ։ Հետո ինչ-որ մեկը երկչոտ ծափահարեց, հետո եւս մեկը, իսկ հետո լսվեցին հավանության բացականչություններ։ «Շնորհակալություն տղաս», շշնջաց տիկին Վալյան, սրբելով արցունքները։ «Միայն թե նրանք խանութը կայլեն հիմա, կամ մեզ կվնասեն դրա համար»։ «Չեն հասցնի», հաստատակամ ասաց Արմենը, հավաքելով իր գնումները։ «Իսկ եթե փորձեն էլ, շատ ուժեղ կզղջան»։ «Որտեղ են նրանք սովորաբար նստում բացի սղոցարանից, որտեղ են թաքցնում իրենց մեքենաներն ու թալանածը»։ «Այնտեղ, սովխոզի հին ավտոտնակում, ծայրամասում, որտեղ էլևատորներ», շշնջաց տիկին Վալյան համարձակություն առնելով։ «Այնտեղ են կանգնում նրանց մեքենաները, այնտեղ էլ նրանք պահում են թալանածը, հացահատիկը, տեխնիկան, եւ այնտեղ ոչ ոք քիթը չի խոթում»։ «Հասկացա, շնորհակալություն տիկին Վալյա, սա շատ արժեքավոր տեղեկություն է»։ Խանութից դուրս գալով Արմենը նկատեց մոտ 12 տարեկան մի տղայի, ով հիացմունքով նայում էր նրան ծառի հետևից։ Դա հարևանի որդի Վաչեն էր, ժիր ու հետաքրքրասեր։ «Հոպար Արմեն, դու նրանց ո՞նց տվեցիր, բաց ու նրանք պարկած են»։ Տղան թափահարում էր ձեռքերը, պատկերելով հարվածները։ Նրա աչքերը փայլում էին հարավանությունից։ «Վաչե, գործ կա»։ Արմենը կքանացեց, որպեսզի տղայի հետ լինի նույն բարձրության վրա։ «Դու տեխնիկայից հասկանում ես, ես գիտեմ, եւ աչքդ էլ սուր է»։ «Դե հա, ես ձյաձա Կոլյային օգնում եմ տրակտորները սարքել։ Իսկ դեռ ես գիտեմ բոլոր ծակերը, որտեղ մեծերը չեն կարող մտնել»։ «Հրաշալի է։ Ինձ պետք է իմանալ, թե ինչ մեքենաներ ունի վարազը ավտոտնակում, քանի հատ են, ինչ մոդելներ են եւ որտեղ են նրանք դրանք կանգնեցնում գիշերը։ Միայն թե զգույշ, որ ոչ ոք չնկատի, ստվինի պես կարող ես, սա շատ կարևոր է»։ «Կարող եմ, ես նինջայի պես եմ»։ Տղա աչքերը վառվեցին առաջադրանքի կարևորությունից։ «Իսկ ինչ, դուք նրանց էլի դե ջարդելու եք։ Ուղղակի նայիր եւ ինձ ասա, եւ որ ոչ ոք քեզ չնկատի, ոչ ոք, հասկացար»։ «Հասկացա»։ Վաչեն չսպասելով հետագացությունների, պոկվեց տեղից, սուզվելով մոտակա նրբանցքը։ Երեկոյան Վաչեն ամբողջովին շնչակտուր, բայց գոհ, վազեց Արմենի տուն։ «Հոպար Արմեն,
Նրանց մոտ այնտեղ գարաժում 3 ջիպ է կանգնած, գելիկ եւ 2 Toyota, բոլորը սև, մքեցված եւ բեռնատար, որով նրանք հացահատիկն են տանում։ Իսկ պահակները 2-ն են, շանխետ, բայց շունը ծեր է, քնում է ամբողջ ժամանակ, բնում։ Իսկ դեռ նրանք այսօր երեկոյան հավաքվելու են քեֆ անելու։ Ճաղատը շատ արկղերով խմիչք բերեց, տեսա ոնց ֆուրգոնով մոտեցավ։ Ապրես, զինվոր։ Արմենը խառնեց նրա մազերը ափի մեջ դնելով կոնֆետ։ Հիմա վազիր տուն ու քիտը դոշ չհանես, եւ ոչ ոքի ոչ մի բառ։ Համարիր, որ սա մեր ռազմական գաղտնիքն է։ Այս գիշեր Արմենը դուրս եկավ որսի իսկապես։ Նա չէր պատրաստվում կռվել բոլորի հետ միանգամից։ Նրա նպատակն էր զրկել բանդային շարժունակությունից, ապա կազմակերպել նրանց, զրկել ռեսուրսներից, որոնք նրանք օգտագործում էին գյուղը վերահսկելու համար։ Նա մոտեցավ սովխոզի ավտոտնակներին լքված այգիների միջով, որտեղ վայրի բալենու եւ հին խնձորենիների խիտ թփուտները ապահովում էին կատարյալ թաքցոց։ Տարածքը ցանկապատված էր հին, ժանգոտած ցանցով, բայց միտեղ այն պատրված էր, եւ անցքի միջով հեշտությամբ կարելի էր անցնել։ Պահպանությունն իսկապես ոչինչի պետք չէր։ 2 պահակ օղի էին խմում տնակում։ Նրանց բարձր ծիծաղը եւ շանսոնը հին մագնիտոֆոնից տարածվում էին շրջակայքում, խլացնելով մնացած բոլոր ձայները։ Շունը, ծեր գամփրը նույնիսկ չհաչաց, երբ Արմենի ստվերը սահեց բնի կողքով։ Արմենը մոտեցավ մեքենաներին։ Թանկարժեք ամենագնացներ, փայլող քրոմով եւ ողորկված ներկով, ասես մարտահրավեր լինեին գյուղի բոլոր աղքատ բնակիչներին։ Նա գրպանից հանեց խանութից գնաց էլեկտրական բիզը, շիլո եւ շաքարավազով լի փոքրիկ պարկը։ Բանակում ստուգված հին միջոց, թշնամու տեխնիկայի դեմ պայքարելու համար։ Շաքարավազը բենզինի բակի մեջ եւ շարժիչի վերջը կգա։ Հիմնական վերանորոգումը երաշխավորված է, իսկ հաճախ նաև ամբողջական փոխարինումը։ Նա զգուշորեն անաղմուկ բացեց բոլոր 3 ջիպերի բակերի կափարիչները եւ դանդաղ, առանց մի հատիկ թափելու, լցրեց քաղցր մահը շարժիչների համար։ Հետո նա զբաղվեց անիվովներով։ Անիվադորերը կտրտելը չափազանց պարզ եւ ակնհայտ կլիներ։ Նա թեթևակի պտտեց յուրաքանչյուր անիվի փականները, որպեսի օդը դուրս գար դանդաղ, գրեթե աննկատ։ Առավոտյան նրանք կտեսնեն իջած անիվները, կփչեն դրանք, կգնան եւ ինչ որտեղ մայրուղու վրա, երբ ասկ արագությունը մեծ կլինի, անիվները նորից կթաչեն, բայց արդեն այնպես, որ դրանք հնարավոր չի լինի պարզապես փչել։ Սա ոչ միայն խնդիրներ կստեղծի, այլև խուճապ եւ անվստահություն կսերմանի բանդայի ներսում։ Հեռանալիս Արմենը նկատեց ավտոտնակի կողմային դուռը, որը կիսաբաց էր, եւ ներս նայեց։ Այնտեղ շարքերով դրված էին ցորենով պարկեր, կենցաղային տեխնիկայով արկղեր, անգամ ինչ-որ մեկի կահույքը փաթաթված հին վերմակներով։ Այն ամենը, ինչ այս շնագայլերը քաշել տարել էին իրենց որերը, խլելով մարդկանցից։ Անկյունում, բրեզենտի տակ, դրված էին բենզինով մի քանի տարաներ։ Այս ամենը այրելու գայթակությունը հսկայական էր։ Կրակը կարող էր մաքրել այս վայրը, բայց Արմենը զսպեց իրեն։ Այնտեղ ուրիշի ունեցվածքն էր։ Դա պետք էր վերադարձնել մարդկանց, ոչ թե նոչնչացնել։ Դրա փոխարեն նա գտավ պատին ամրացված հիմնական էլեկտրական վահանակը։ Ակցանով քանի ճշգրիտ շարժում, ֆազերի կարճ միացում եւ ավտոտնակը սուզվեց խավարու մեջ եւ պատերի դերսի լարերը սկսեցին կամաց մխալ։ Կրակ չի լինի, բայց լույսը եւ ազդանշանային համակարգը, եթե այն կար, լերկար ժամանակի շարքից դուրս եկան եւ վերանորոգումը թանկ կնստի։ Սա վրեժ չէ, այլ ռազմավարական զինաթափում։ Հաջորդ առավոտ գյուղը գուվում էր քանդված փեթակի պես։ Լուրերը տարածվում էին քամոծարակ, հագենալով նոր մանրամսներով։ Վարազի մեքենաներ կանգնել էին ելքի մոտ, շարժիչները խափանվել էին։ Ասում են ինչ-որ մեկը շաքարավազ է լցրել։ Ավտոտնակում լույսը կորել է, էլեկտրականությունը այրվել է, ամբողջ տեխնիկան անջատվել է։ Մարդիկ փսփսում էին փողոցներում եւ նրանց աչքերում, որոնք դեռ վերջերս լի էին վախից, հույսի կայծ էր հայտնվել։ Ինչ որ մեկը, անտեսանելի եւ ուժեղ, սկսել էր կծոտել տերերին, նրանց ատամ ցույց տալեր։ Վարազը կատաղության մեջ էր։ Նա նստած էր իր առանձնատանը, իր կայսրության կենտրոնում եւ գոռում էր ենթակաների վրա այնպես, որ դողում էին բյուրեղապակյա ջահերը եւ թանկարժեք հարդարանքով բարակ պատերը։ Նա շպրտում էր մոխրամանները, ջարդում կահույքը։ Ով է սա արել։
գտնել, հողիկակից հանել։ Ես զգում եմ դա այն բանտարկյալն է, այդ անիծյալ դեսանտավորը։ Վարդան Գոզյան, մենք նրա մոտ մարդիկ ուղարկեցինք, նա նրանց հաշմանդամ դարձրեց։ Արդարանում էր ճաղատը, ում ձեռքը, որը կոտրել էր Արմենը, կախված էր վիրակապից, պատճառելով անտանելի ցավ։ Նա հատուկ ջոկատային է, պատրաստված եւ կարծես թե նա մենակ չէ։ Չէր կարող մեկ մարդ այսքան անաղմուկ գործել, դեռ մեքենաներն էլ այսպես շարքից հանել։ Սա խմբի գործ է։ Թքած ունեմ, թե ով է նրա խումբը, մռնչաց վարազը։ Նրա դեմքը կարմրատակել էր չարությունից։ Կանչիր տուրիստներին քաղաքից անհապաղ, ասա գանգին, որ լուրջ գործ կա, վճարում եմ եռակի սակագին, թող զենքեր բերեն, ամեն ինչ կա, այս գյուղը պետք է ծնկի բերել մեկ ընդմիշտ եւ այդ սրիկային մազերից քաշելով ինձ մոտ սեղանին բերել։ Երեկոյան Այգևան, ինչպես գիշատիչներ, մտան առանց պետ համարանիշերի երկու մքեցված լադա, աննկատ, բայց սպառնալիք կրող։ Դրանցում նստած էին ոչ թե տեղի խուլիգանները, այլ իսկական տականքներ, վարձկաններ, որոնց կանչում էին հարցեր լուծելու համար, երբ տեղական մեթոդներն այլևս չէին աշխատում։ Նրանք զինված էին ոչ թե մահակներով, այլ պոմպային հրացաններով, ատրճանակներով, դանակներով, պրոֆեսիոնալ բանդիտներ, ովքեր գութ չունեին։ Նրանց հրամանատարը ինչ-որ գանգ էր, նիհարավուն, կոշտ հայացքով, սպիներով պատված դեմքով և էմոցիաների լիակատար բացակայությամբ։ Արմենը տեսավ նրանց ժամանումը, նա հետևում էր ճանապարհին իր տան ձեղնահարկից, պապի հին հեռադիտակով։ 8 հոգի, լուրջ տղաներ են, հիմա խաղադրույքները մեծացան։ Եթե առաջ սա փողոցային կռիվ էր, ապա հիմա սկսվում էր իսկական մարդ, զենքով և գոյատևման համար։ Նա հասկացավ, որ տանը մնալը մահացու վտանգավոր է։ Դա վտանգի կենթարկի մորը։ Մայրը միակն էր, ինչ մնացել էր նրան անցյալ կյանքից, և նա չէր կարող ռիսկի ենթարկել նրան։ «Մայրիկ, հավաքվիր», ասաց նա, իջնելով ներքև։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց դրանում պողպետ հնչեց։ «Ուր, Արմեն, գիշեր է, արդեն ուշ է»։ Անահիտ մայրիկը տագնապով նայում էր նրան։ Վարդուհի մորակչոչ մոտ գյուղի մյուս ծայրը։ Կմնաս նրա մոտ մի 2 օր։ Ասա, որ խնդրել եմ օգնել տնտեսության հարցում, փայտ կոտրել, մի բան հորինիր։ Այստեղ կարող է աղմկոտ լինել, շատ աղմկոտ։ Նա տարավ մորը այգեներով, համոզվեց, որ նա անվտանգության մեջ է։ Մայրը չվիճեց, միայն ամուր գրկեց նրան հրաժեշտին, զգալով ինչ-որ վատ բան։ Արմենը վերադարձավ, բայց ոչ թե տուն, այլ անտառ, որը սկսվում էր անմիջապես իրենց հողամասից հետո, խիստ և մութ։ Նա գիտեր այս անտառը իր 5 մաթը պես։ Մանկության տարիներին այստեղ կռիվ էր խաղում, շտաբեր էր կառուցում, թակարդներ դնում։ Հիմա պետք է խաղալ իսկականում, և խաղադրույքները անչափեորեն ավելի բարձր էին։ Վարձկանները իրենց երկար սպասել չտվեցին։ Կեսգիշերի մոտ, երբ գյուղը սուզվել էր ամենախորը քնի մեջ, նրանք շրջապատեցին Արմենի տունը։ Նրանք գործում էին պրոֆեսիոնալ, բաժանվեցին զույգերի, փակեցին բոլոր հնարավոր ելքերը, շարժվում էին անաղմուկ ինչպես ստևներ։ Հետո ջարդեցին դուռը և ներխուժեցին ներս, սենյակները կուրացնելով լամպերի վառ լույսերով, որոնք ամրացված էին ինքնաձիգերի փողներին։ «Մաքուր է, դատարկ է, փախել է սրիկան», լսվեցին ձայներ։ Նրանք դուրս եկան բակ, չարացած և հիասթափված։ Գանգի պլանը չհաջողվեց։ Ավակ, ինչ ենք անում, հարցրեց նրանցից մեկը ռացիայով։ Վառեք խրճիտը, թող իմանա, որ վերադառնալու տեղ չունի, թող վազվզի առնետի պես։ Նրանք նորից հանեցին բենզինով տարաները, պատրաստվելով ջրել տունը, բայց այդ պահին անտառի մթությունից սուլոցով դուրս թռավ բռունցքի չափ քար և ջարդեց լուսարձակը նրանց մեքենաներից մեկի վրա։ Ապակին զնգոցով թափվեց գետնին։ Վարձկանները կտրուկ շրջվեցին, զենքերն ուղղելով դեպի թավուտը։ «Այնտեղ է, բռնել նրան, ողջ վիճակում», գոռաց գանգը, հասկանալով, որ իրենցից առաջ են ընկել։ Նրանք մոռանալով տան մասին նետվեցին անտառ։ Դա նրանց սխալն էր։ Անտառում հրազենի առավելությունը հասցվում է նվազագույնի, եթե դու չես տեսնում թիրախը, իսկ հակառակորդն անտեսանելի է։ Իսկ Արմենը նրանց հիանալի տեսնում էր։ Նա նախապես պատրաստել էր անակնկալներ, ամուր ձկնորսական թելից ձգալարեր, քաշված ծնկների մակարդակին, բայց ոչ թե նռնակներով, այլ պինդ ոլորված ճյուղերով, որոնք գործի ընկնելիս հարվածում էին դարբնի մուրճի ուժով։ Փոսեր, թակարդներ ծածկված եղևնու ճյուղերով և թափված տերևներով, ծառերին կապված չոր ճյուղեր, կեղծ խշշոցներ ստեղծելու համար։
Առաջին վարձկանը սայթակեց ձգալարի վրա։ Եղևն ու ծանր ճյուղը շվշվացնելով հարվածեց նրա դեմքին, գետնին տապալելով եւ հավանաբար կոտրելով քիթը։ Նա գոռաց մատնելով մյուսների դիրքը։ Սկսվեց անկանոն կրակոց քփերի ուղությամբ, քաոսային, նյարդային։ «Դադարեցնել կրակը, խնայեք փամփուշտները», գոռում էր ավագը, Գանգը։ «Շղթայաձև սանդրում ենք, քայլ առ քայլ»։ Նրանք գնացին շղթայով, դանդաղ առաջ շարժվելով դեպի անտառի խորքը, լապտերներով լուսավորելով ճանապարհը։ Արմենը սպասում էր։ Նա զոհ չէր, նա գիշատի չէր։ Նա անաղմուկ տեղաշարժվում էր, շարժվելով ծանոթ արահետներով, մտնելով նրանց թևից եւ դուրս սողաց մթությունից ծայրի մարտիկի մեջքի հետևից։ Դանակի բռնակով հարված Գանգի հիմքին եւ վարձկանը փլվեց առանց ձայնի ինչպես պարկ։ Արմենը արագ վերցրեց նրա հրացանը, լիցքաթափեց այն, փամփուշտները նետեց խիտ խոտի մեջ եւ նորից լուծվեց ստվերում, կարծես ձուլվեց անտառին։ -1։ Երկրորդին նա հանեց օգտագործելով շեղող մանևր։ Ծանր քար նետեց մի կողմ, մարտիկը ցնցվեց, շրջվեց ձայնի կողմը եւ անմիջապես ստացավ ոտքի հարված ծնկի տակ, իսկ հետո բռունցքի ճշգրիտ կոշտ հարված քունքին։ Նա ճոճվեց եւ ընկավ, կորցնելով գիտակցությունը։ -2։ Վախը սկսեց ներթափանցել քաղաքիների սրտերը։ Նրանք հասկացան, որ գործ ունեն ոչ թե կոլխոզնիկով, այլ ուրվականով, մի մարդու, ով գիտե անտառը ավելի լավ, քան նրանք, քաղաքային ջունգլիները։ «Հեռանում ենք դեպի մեքենաներ», հրամայեց Գանգը։ Նրա ձայնն այդքան էլ վստահ չէր։ «Նահանջում ենք, մենք այստեղ անելիք չունենք»։ Բայց մեքենաների մոտ նրանց սպասում էր եւս մի անակնկալ։ Արմենը մինչ նրանք թափառում էին անտառում, մեծ շրջան էր կատարել եւ վերադարձել նրանց տրանսպորտի մոտ։ Նա ծակեր երկու լադաների ռադիատորները որսորդական դանակով, որը միշտ կրում էր իր հետ։ Այնտեղից բարիք շիտով հոսում էր հովացուցիչ հեղուկը։ Երբ բանդիտները դուրս վազացին անտառից, շնչակտուր եւ վախեցած, Արմենը դուրս եկավ նրանց ընդառաջ։ Նա կանգնած էր լուսնի լույսի ներքո։ Ձեռքերում միայն ամուր կաղնի ամուր փայտ էր, որը վերցրել էր անտառից։ Նրա կերպարից սառը հաշվածկված սպառնալիք էր փչում։ «Մոլորվել եք տղաներ», հարցրեց նա, եւ նրա ձայնը արձագանքով տարածվեց լռության մեջ։ Գանգը վեր քացեց ատրճանակը։ Նրա դեմքը ծռմռվեց կատաղության եւ վախի ծամածռությունից։ Սատկիր բանտարկյալ։ Զենքը չկրակեց։ Ոչ։ Արմենը իզուր չէր կախարդել պահեստատուփի վրա, որը հանել էր առաջին տապալվածից։ Նա հասցրել էր աննկատ վնասել հարվածիչը Գանգի ատրճանակի վրա, երբ վերջինս գցել էր այն ընկնելիս, շեղվելով իր վնասվածքներով։ Ոչ։ Սա կինո է։ Իրականում ամեն ինչ ավելի պարզ է եւ դաժան։ Գանգը կրակեց, բայց գնդակը փորեց հողը Արմենից 1 մետր հեռավորության վրա, միայն սուլալով քունքի մոտով։ Կրակել շարժվող թիրախի վրա մթության մեջ, երբ ձեռքերը դողում են ադրենալինից եւ վախից, դժվար է, հատկապես երբ դիմացդ մարդուրվական է։ Արմենը նետվեց առաջ զիգզակով, թույլ չտալով նշան բռնել։ Երկրորդ կրակոցը շեղ անցավ, երրորդը չեղավ։ Արմենը, մոտենալով ուղիղ դիմացը, փայտով հարվածեց ու գցեց զենքը, կոտրելով Գանգի ատրճանակը բռնած ձեռքի մատները։ Հետո հետևեց կոշտ հարված կրծքավանդակին, որը կտրեց շնչառությունը եւ վարձկանների հրամանատարը ընկավ։ Մնացած վարձկանները, տեսնելով թե ինչպես են իրենց փորձառու անվախ հրամանատարին ձեռնամարտում հաղթում, ընկրկեցին։ Նրանք դեռ 4 հոգով ոտքի վրա էին, բայց մարտական ոգին ցնդել էր։ Նրանք նետվեցին դեպի մեքենաները, գործի գցեցին շարժիչները, բայց դրանք գրեթե անմիջապես եռացին եւ խափանվեցին, գոլորշի արձակելով ծակված ռադիատորներից։ «Ոտքով ավելի օգտակար կլինի», գոռաց նրանց հետևից Արմենը։ «Մինչև քաղաք հեռու է, այնպես որ արագ վազեք, գուցե տեղ հասնեք»։ Բանդիտները թողեցին մեքենաները եւ իրենց հաշմանդամ դարձած հրամանատարին ու վազեցին ճանապարհով, հետ չնայելով, միայն թե հեռու լինեն այս անտառից, այս մարդուց։ Արմենը չհետապնդեց նրանց։ Նա մոտեցավ Գանգին, ով գալանվում էր գետնին բռնելով կոտրված մատները։ «Ո՞վ է քեզ վարձել»։ «Վարազը», հարցրեց Արմենը, ոտքով սեղմելով վայր ընկած ատրճանակը։ «Գնա գրողի ծոցը», խսխզաց վարձկանը։ Սխալ պատասխան։ Արմենը թեթևակի, բայց զգալիորեն կոշիկով սեղմեց կոտրված ձեռքը։ Գանգը ոռնաց ցավից։ «Հա, վարազն ասաց վերջ տալ քեզ, բերել գլուխդ։ Որտեղ է նա հիմա»։ «Տանը զանգի սպասում, որ մենք ամեն ինչ արել ենք, որ դու մեռած ես»։ «Զանգիր»։
Արմենը մեկնած նրան հեռախոսը, որն ընկել էր գրպանից։ Ասա, որ ամեն ինչ մաքուր է, որ ես մեռած եմ, եւ որ դուք էլ գալիս եք փողի հետևից։ Եթե փորձես ինչ-որ բան հորինել, ես կիմանամ։ Դու կսպանես ինձ, եթե ես չզանգեմ։ Ես մարդասպան չեմ, Գանգ, ես նրանցից չեմ։ Բայց եթե չզանգես, ես կթողնեմ քեզ այստեղ ծառին կապված, իսկ գայլերը այս տարի սոված են, եւ նրանք չեն ջոգում, ով է այնտեղ հրամանածար։ Գանգը դողացող ձեռքերով, դողալով ցավից ու վախից, հավաքեց համարը։ Ալյո, Վարդան։ Ես եմ, ամեն ինչ արված է, հաճախորդը պատրաստ է, տունն այրվել է։ Գալիս ենք, փողերը պատրաստ եք, շուտով կլինենք։ Արմենը վերցրեց հեռախոսը եւ ջարդեց այն քարին։ Հետո կապկապեց Գանգին, գցեց նրան լքված լադաներից մեկի բեռնախցիկ, թող նստի, մտածի կյանքի մասին։ Ու ուղղվեց դեպի սղոցարան։ Այնտեղ, ըստ Վաչեի խոսքերու, դեռ տեղակայված էին տեղի լակոտների հիմնական ուժերը։ Վարազին վերջին այցելության առաջ պետք էր մաքրել թիկունքը, որպեսի մեջքից հարված չստանար։ Սղոցարանում ամեն ինչ հին ձևով էր, խնջուկ, բարձր երաժշտություն։ Նրանք վստահ էին, որ քաղաքիները կլուծեն Արմենի հարցերը, եւ հիմա կարելի էր թուլանալ եւ տոնել։ Արմենը անտարի միջով մոտեցավ սղոցարանին անաղմուկ ինչպես ուրվական։ Նա դիտում էր։ Երկու պահակ ծխում էին մուտքի մոտով, ծուլորեն զրուցելով, լրիվ թուլացված։ Լսեցի՞ր, Գանգը գնացել է հարցերը լուծելու։ Չեմ նախանձում այդ դեսանտորնին։ Գանգը գեսան է, նա այդ պուսիկներից կոտլետ է սարքում։ Դե վաղը մեր Ռոբին Հուդի հոգեհացն ենք ուտելու, քրքզած երկրորդը ծխում էր։ Եվ կկարողանանք հանգիստ շարունակել աշխատել։ Դե ինչ լոպ ազգայել էր, շշնչաց Արմենը, եւ նրա ձայնը սառն էր, ինչպես առավոտյան եղյամը։ Հորը շարունակվում է։ Նա հանեց պահակներից մեկին, երբ վերջինս մի կողմ քաշվեց, թփերի մեջ բնական կարիքները հոգալու։ Արագ, ճշգրիտ բռնում, խեղդող խնարք եւ բանդիտը թուլացավ։ Չհասցնելով ձայն հանել, Արմենը կապեց նրան եւ թողեց պարկած բարձր հոտերի մեջ։ Երկրորդին նա դուրս հանեց, քար նետելով թիթեղյա տակառի վրա։ Կոլո, քնեցիր այնտեղ, ինչ է, գոռաց երկրորդը եւ հայհոյելով գնաց ստուգելու, թե ով է այնտեղ չարաճճիություն անում։ Հարված արևային հյուսակին դուրս հանելով շունչը։ Երկրորդ հարվածը ծնոտին, ուղարկելով խորը նոկաուտի։ Ներս տանող ճանապարհն ազատ էր։ Արմենը մտավ անգար։ Այնտեղ տախտակներից սարքած երկար սեղանի շուրջ, որը լցված էր շշերով եւ մնացորդներով, նստած էին 4 հոգի։ Նրանց մեջ էր այն նույն ճաղատը, նրա ձեռքը դեռ վիրակապի մեջ էր, եւ ոսկե շղթայով հարկահավաքը։ Նրանք ծիծաղում էին, իրար կեղտոտ անեկդոտներ պատմելով։ Երաժշտությունն այնքան բարձր գոռում, որ նրանք անմիջապես չնկատեցին ներս մտնողին։ Արմենը մոտեցավ սեղանին, վերցրեց օղուլիքը շիշը եւ ամբողջ թափով ջարդեց մոտակա բանդիտի գլխին։ Ապակու կտորներն ու օղին ցայտեցին բոլոր կողմերը, խառնվելով արյանը։ «Բարի ծառայություն», բարձր ասաց Արմենը։ Մի վայրկյան կախվեց զնգացող լռություն, հետո սկսվեց խուճապը։ Դու չէ որ մեռած ես, Գանգը զանգեց, գոռաց ճաղատը վեր թռչելով։ Նրա աչքերը լայնացել էին սարսափից։ Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են, հանգիստ պատասխանեց Արմենը, սրբելով արյունը շշի բեկորից։ Նրանք վերցրին աթոռները, դանակները, այն ամենը ինչ ձեռքի տակ ընկավ, բայց հիմա Արմենն ավելի չարացած էր, ավելի վճռական։ Նա շարժվում էր ինչպես ավերածության մեքենա։ Յուրաքանչյուր հարված ճշգրիտ էր եւ անողոք։ Խուսափեց դանակի հարվածից, բռնեց ձեռքը, հարված արմունկով դեմքին, կթի կոտրվելու ձայն։ Բանդիտը սահեց հատակին։ Շղթայով հարկահավաքը փորձեց գոտկատեղից հանել ատրճանակը, բայց Արմենը ոտքով հարվածեց կաղնեց ծանոր սեղանին եւ սեղանի մակերեսը դղդրյունով սեղմեց հեղինակությանը պատին, դուրս մղելով նրա միջից ամբողջ օդը, դիմադրելու ցանկության հետ միասին։ Մնաց ճաղատը։ Նա ծլի պես առողջ էր, բայց հիմա նրա ուժը պարալիզացված էր վախից։ Նա մռնչավ եւ նետվեց Արմենի վրա, փորձելով գետնին տապալել նրան իր ծանրությամբ։ Արմենը օգտագործեց թշնամու իներցիան, կատարելով դասական գծում ազդրի վրայով։ Ճաղատը դղդրյունով ընկավ բետոնե հատակին, հոգին փչելով։ Արմենը անմիջապես հայտնվեց վերևում, ծունկը սեղմելով նրա կոկորդին։ «Սիրում ես կրակի հետ խաղալ», հարցրեց նա, նայելով ուղիղ բանդիտի սարսափից լայնացած աչքերի մեջ։ «Մի սպանիր», խզխզաց ճաղատը հուսահետորեն փորձելով օդ կուլ տալ։ «Ես ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ։ Ես առանց էդ էլ ամեն ինչ գիտեմ։ Վարազը սպասում է ձեզ զեկույցով։ Ահա եւ մենք կգնանք բոլորս միասին»։
Արմենը մեթոդաբար կապկպեց 4-ին էլ պլաստիկ ամրակներով, թողեց նրանց տնքան, մինչ ինքը դուրս բերեց հենց այնտեղ գտնվող գոմից հին ֆուրգոնը։ Բարձեց նրանց, գետնուն թավալվողներին ու վախեցած ինչպես կարտոֆիլով պարկեր ֆուրգոնի մեջ։ «Սուս նստեք, գնում եք ձեր բոսի մոտ երեկոյի, կասեք նրան, որ վերադարձել եք հաղթանակով»։ Նա նստեց ֆուրգոնի ղեկին եւ մեքենան ուղղեց դեպի գետը, որտեղ կանգնած էր վարազի առանձնատյունը։ Գլխում հասունացավ վերջնական պլանը։ Ուղիղ գրոհը ռիսկ էր, բայց հիմա նրա ուներ գլխավոր հաղթաթուղթը, անակնկալի տարբերը։ Վարազը սպասում էր իր մարդկանց, հաղթանակով, նա ինքը կբացի դարպասները։ Վարազի առանձնատյունը լուսավորված էր բոլոր պատուհաններով, ինչպես տոնածառ, բարձր պարեստ, տեսախցիկներ, ավտոմատ դարպասներ։ Արմենը կանգնեցրեց ֆուրգոնը դարպասների մոտ եւ ազդանշան տվեց պայմանական նշանով, որը նրան հուշել էր վախեցած ճաղատը։ 3 կարճ, 1 երկար։ Դարպասները դանդաղ ճռոցով սողեցին մի կողմ։ Պահակախումբը, նկատելով յուրայինների ծանոթ մեքենան, անգամ չշարժվեց։ Արմենը մտավ բակ։ 2 պահակ մոտեցան խցիկին, ծուլորեն բարեր փոխանակելով։ «Դե ինչ, սատկացրիք լոխին, արագ պրծակ, հա?» հարցրեց մեկը ծուլորեն հորանջելով։ Արմենը կտրուկ բացեց վարորդի դուռը, խփելով դրանով պահակի ուղիղ դեմքին։ Նա թռավ ինչպես կեգլի։ Երկրորդը չհասցրեց բարձրացնել ինքնաձիգը։ Արմենը դուրս թռավ խցիկից եւ թռիչքի մեջ վայր գցեց նրան, 2 ոտքով հարվածելով կրծքին։ 1 վայրկյան անց 2 պահակներն էլ պառկած էին անգիտակից, իսկ նրանց ինքնաձիգները թափված էին գետնին։ Հիմա բակը։ Այնտեղ զբոսնում էր հսկայական շունը, հորթի չափ գամփր։ Շունը մռնչաց, ցույց տալով սուր ժանիքները եւ նետվեց առաջ։ Արմենը հանեց բուշլատը, փաթաթեց ձախ ձեռքին, երբ շունը ցատկեց, նա պաշտպանված ձեռքը դրեց կենթանու երախի մեջ եւ մինչ շունը կրծում էր պինդ կտորը, աջ ձեռքով սեղմեց ականջի հետևի ցավային կետին։ Շունը ոռնաց ինչպես լակոտ եւ թուլացավ, ընդունելով առաջնորդի ուժը։ «Հանգիստ ընկեր, դու մեղավոր չես, որ տերդ հիմար է», շշնչաց Արմենը կապելով շանը ցանկապատից հենց իր շղթայով։ Նա մոտեցավ տանը։ Պանորամային պատուհանից երևում էր աշխույժ խնջույքը։ Վարազը նստած էր երկար սեղանի գլխին, արդեն տոնելով իր հաղթանակը դեսանթավորի նկատմամբ։ Նա կենաց էր բարձրացնում, նրա դեմքը փայլում էր յուղոտ ուտելիքից եւ ալկոհոլից։ Կողքին նստած էին նրա մերձավոր օգնականները, բանդայի էլիտան, ամենաերթվյալ մարդասպանները, մոտ 10 հոգի։ Արմենը շրջանցեց տունը, գտավ խոհանոց տանող հետևի դուռը։ Խոհարարները տեսնելով նրան սեղմվեցին պատերին, նրանց դեմքերը գունատ էին սարսափից։ «Շշ», մատը շուրթերին դրեց Արմենը, «ես ուղակի աղբն եմ տանում»։ Նա մտավ դահլիճ։ Երաժշտությունը գոռում էր, ոչ ոք նրան չտեսավ, բոլորը կլանված էին ուրախությամբ։ Արմենը հանգիստ մոտեցավ անկյունում դրված երաժշտական կենտրոնին եւ քաշեց լարը վարդակից։ Լռությունը խփեց ականջներին, խլացուցիչ աղմուկից հետո։ Բոլորի գլուխները շրջվեցին դեպի ձայնի աղբյուրը։ Վարազը դանդաղ հետ նայեց։ Նրա դեմքը, որ մինչ այդ կարմիր էր ճարպից եւ ալկոհոլից, դարձավ սպիտակ, ինչպես սփռոցը։ Խորովածի կտորը ընկավ բերանից։ «Ով է թողել սրան», մռնչաց Վարազը, փորձելով վերականգնել վերահսկողությունը։ «Երաժշտությունը միացրեք, անվտանգություն»։ «Երաժշտությունը վերջացավ, Վարդան», ասաց Արմենը, կանգնելով դահլիճի մեջտեղում։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց ոսկորների միջով անցնող։ «Եվ գանգը զանգեց քեզ»։ «Հա, նա մի փոքր հիվանդացել է»։ «Եվ գալատն էլ»։ «Եվ քեդ պահակներն էլ բոլորը հիվանդացել են, մնացել ես միայն դու»։ Դու չէ որ մեռած ես։ Գանգը զանգեց, ասաց, որ դու մեռած ես։ Վարազը չէր հավատում իր աչքերին, նրա անձեռնմքային կարգավիճակը փլուզվում էր աչքի առաջ։ Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազացված են, Վարդան։ Հիմա ժամանակն է վճարել հաշիվները։ «Բռնեք նրան», ճղճղան ձայնով գոռաց Վարազը։ Նրա ձայնը կտրվեց անցնելով ֆալցետի։ «Սպանեք նրան, վճարում եմ 1,000,000, 2, ամեն ինչ ուզեք, միայն սպանեք նրան»։ Կողքին նստած 3 թիկամփախները վեր թռան։ Սրանք տեղի խուլիգաններ չէին, այլ իսկական պրոֆեսիոնալներ։ Պինդ, մարզված։ Սկսվեց կռիվը։
Արմենը հոգնած էր։ Նրա մարմինը ցավում էր գիշերային արգենցներից հետո, բայց ադրենալինը եւ մաքուր զայրույթը ուժ էին տալիս։ Նա օգտագործում էր այն ամենը, ինչ ձեռքի տակ էր. աթոռներ, ափսեներ, մոմակալներ։ Աթոռը թռավ մեկի վրա, գետնին տապալելով։ Երկրորդին նա դիմավորեց բլոկով եւ կորպուսին եւ գլխին հասցված արագ կոշտ հարվածների շարքով։ Երրորդը, հսկայական դևը, փորձում էր հասնել նրան ուղիղ հարվածներով, բայց Արմենը սուզվեց հարվածի տակ, բռնեց նրան եւ վայրի ճիչով բարձրացրեց օդ, մեջքով խփելով խորթիկներով լի կաղնե սեղանին։ Սեղանը դղրդյունով փլվեց մարմինների ծանրության տակ։ Ջարդված սպասքի ձայնը խառնվեց ճիչերին եւ տնքոցներին։ Մնացած բանդիտները շփոթվեցին։ Նրանք տեսնում էին, թե ինչպես մեկ մարդ, չկիրառելով զենք, ցրիվ տվեց վարազի լավագույն մարտիկներին։ Վախը, ինչպես սառը ալիք կապկպեց նրանց, թույլ չտալով տեղից շարժվել։ Արմենը անցավ տնքացող բռնցքամարտիկի վրայով եւ ուղղվեց դեպի վարազը։ Վերջինս գունատվելով մինչև կապտելը, փորձում էր սեղանի դարակից հանել ատրճանակը, բայց ձեռքերն այնքան ուժեղ էին դողում, որ նա չէր կարողանում բանալին մտցնել փականի մեջ։ Արմենը բռնեց նրա թանկարժեք, յուղով կեղտոտված պիջակի օձիքից եւ պոկեց բասկաթոռից ինչպես գոմաղբով պարկ, շպրտելով հատակին։ «Մի խփիր, փող կտամ, ամեն ինչ վերցրու, գործարանները, հողերը կտամ, ամեն ինչ», ճղճղում էր վարազը, սողալով չորեքթաթ։ Նրա աչքերը լի էին անկեղծ սարսափով։ «Ինձ պետք չեն քո փողերը, Վարդան», ասաց Արմենը, ոտքով սեղմելով դուրս ընկած ատրճանակը։ «Ինձ արդարություն է պետք, եւ որ դու պատասխան տաս ամեն ինչի համար»։ Նա ոլորեց վարազի ձեռքը մեջքի հետևում, բարձրացրեց նրան ոտքի եւ քարշ տվեց դեպի ելքը։ «Դե հելը կանգնեք բոլորդ», գոռաց նա մնացած բանդիտներին։ «Ով շարժվի, բոսի վիզը կոլորեմ, հասկացաք»։ Հանցակիցները գունատ եւ դողացող ճանապարհ էին տալիս, չհամարձակվելով միջամտել։ Նրանք տեսնում էին Արմենի աչքերը։ Դրանցում կար այն մարդու վճռականությունը, ով կորցնելու ոչինչ չունի եւ ով պատրաստ է գնալ մինչև վերջ։ Արմենը դուրս քաշեց վարազին տնից, խցկեց նրան հենց իր ոսկեգույն Լեքսուսի բեռնախցիկը, նստեց ղեկին։ Դարպասի մոտի պահակները դեռ ընկած էին անգիտակից, ոչ ոք տագնապ չբարձրացրեց։ Արմենը դուրս եկավ բակից եւ ուղղվեց դեպի գյուղի կենտրոն։ Արշալույսն արդեն բացվում էր այգևանի վրա։ Երկինքը ներկվում էր վարդագույն, ապա ոսկեգույն երանգներով։ Գյուղը սկսում էր արթնանալ։ Արմենը մոտեցավ խանութի մոտ գտնվող հրապարակին, որտեղ սովորաբար հավաքվում էին մարդիկ, եւ սկսեց ազդանշան տալ, երկար, համառորեն գրավելով ուշադրությունը։ Մարդիկ սկսեցին դուրս գալ տներից։ Քնաթաթախ, անսովոր ձայներից վախեցած, բայց տեսնելով տիրոջ ծանոթ թանկարժեք մեքենան, մոտեցան համակված հետաքրքրությամբ եւ տագնապալի նախազգացումով։ Արմենը դուրս եկավ մեքենայից, բացեց բեռնախցիկը եւ այնտեղից դուրս քաշեց ջարդ ու խուրդ եղած հեկեկացող վարազին, շպրտեց նրան փոշու մեջ ամբոհի դիմաց։ «Ժողովուրդ», Արմենի ձայնը կտրվեց լարվածությունից։ Նա հազաց եւ շարունակեց ավելի բարձր, այնպես որ յուրաքանչյուր բառ հասնի յուրաքանչյուրին։ «Ժողովուրդ, ահա ձեր վախը, ահա նա, ով տարիներով թալանել է ձեզ, ստորացրել, պահել վախի մեջ, նայեք նրան»։ Վարազը սողալով ծնկերի վրա, հեկեկալով, փորձելով թևքով սրբել քիթը։ Նրա թանկարժեք կոստյումը կեղտոտի մեջ էր, դեմքն այտուցվել էր եւ պատվել հետքերով։ «Ներեք, եղբայրներ, ներեք ինձ, սատանան մոլորեցրեց»։ Այլևս չեմ անի։ Ամբոխը մեծանում էր։ Եկավ պապիկ Մաթևոսը կաղալով։ Եկավ տիկին Վալյան, գոգնոցով սրբելով թաց աչքերը։ Վազելով եկավ Վաչեն, հետաքրքրասեր, ինչպես կապիկ։ Քարշ եկավ նույնիսկ տեղամասային Ներսեսյանը, նայելով այդ ամենին սարսափով, բայց միաժամանակ չթաքցված թեթևացմամբ։ «Այս մարդը գողանում էր ձեր կյանքը», ասում էր Արմենը։ Նրա ձայնը հնչում էր ինչպես ահազանգ։ Նա խլում էր հացը ձեր երեխաներից։ Նա այրում էր տները, եթե նրան ինչ-որ բան դուր չէր գալիս։ Նա վախեցնում էր ծերերին։ Դուք նրանից վախենում էիք։ Վախենում էիք։ Ամբոխի մեջ շշուկ անցավ։ Սկզբում երկչոտ, հետո ավելի բարձր, կարծես արթնացած քամի։ Իսկ հիմա
Պապիկ Մաթևոսը, հենց նա ում կովին գողացել էին, առաջ եկավ, հենվելով ձեռնափայտին։ Նա նայեց վարազին վերևից ներքև։ Նրա աչքերում վախ չկար, միայն արհամարհանք։ «Թու քո երեսին, ճիճու», ասաց նա և թուքով լի թքեց վարազի ոտքերի տակ։ Դա ազդանշան եղավ։ Պատնեշը քանդվեց, մարդիկ սկսեցին գոռալ, ավելի մոտենալ։ Տարիներով կուտակված զայրույթը դուրս էր ժայթքում ինչպես եռացող լավա։ «Վերադարձրու փողերը, գող, վերադարձրու կովը, սրիկա, որդուս համար»։ Արմենը բարձրացրեց ձեռքը, կանգնեցնելով ինքնադատաստանը։ Նա արյուն չէր ուզում, միայն արդարություն։ Նա ամեն ինչ կվերադարձնի։ Ես կհետևեմ յուրաքանչյուր կոպեկին, իսկ հետո նա կգնա այստեղից։ Եվ եթե ես գոնե մեկ անգամ տեսնեմ նրա ստվերը շրջանում, ես իմ արածի համար պատասխանատու չեմ։ Հասկացար, վարազ։ Հասկացար, որ այլևս դու այստեղ տեր չես, այլ ընդամենը… Հասկացա, երդվում եմ, ամեն ինչ կտամ, վաղնև ամեն ինչ կվերադարձնեմ, միայն թե մի սպանեք, խնդրում եմ։ Վարազը դողում էլ ինչպես բարտուտերև։ «Կորիր աչքիցս», ասաց Արմենը, «քանի դեռ բարի եմ»։ Վարազը սայթակելով, ընկնելով ու վեր կենալով վազեց հեռու, գյուղի տղաների սուլոցների ու հայոյանքների ներքո։ Նա վազում էր առանց հետ նայելու, կորցրած լինելով պատիվը, հարգանքը, իշխանությունը և ամենակարևոր՝ իր հանդեպ եղած վախը։ Նա վազում էր դեպի մայրուղի, հույս ունենալով հասնել քաղաք։ Նրա վախի կայսրությունը, որը նա կառուցել էր տարիներով, փլուզվեց մեկ գիշերում, որովհետև գտնվեց մեկ մարդ, ով չվախեցավ ասել ոչ։ Արմենը հոգնած նստեց խանութի աստիճաններին։ Նրան մոտեցավ մայրը, ում արդեն բերել էին հարևանները։ Նա լալիս էր, բայց դա հպարտության և թեթևացման արցունքներ էին։ Նա գրկեց որդու գլուխը, սեղմելով իրեն, համբուրելով գագաթը։ «Տղաս, ողջ ես, հարազատս»։ «Ողջ եմ, մամ, ամեն ինչ վերջացավ։ Հիմա մեզ մոտ խաղաղություն կլինի»։ Հաջորդ օրերը գյուղում եռում էր աշխատանքը։ Վարազը, վախենալով Արմենից մահվան չափ, իսկապես փաստաբանի միջոցով հսկայական գումար փոխանցեց գյուղի զարգացման և բնակիչների փոխհատուցման համար։ Պապիկ Մաթևոսը, դեմքը փայլելով, գնեց ոչ միայն նոր կով, այլև մի երիտասարդ ցուլիկ։ Տիկին Վալյայի խանութը վերանորոգեցին, նոր ապրանքներ բերեցին, դպրոցի համար գնեցին նոր համակարգեր և սպորտային գույք։ Ծերերը դադարեցին փակվել բոլոր կողպեքներով, իսկ երիտասարդությունը սկսեց հավաքվել երեկոյան, կառուցելով ապագայի պլաններ, ոչ թե փախուստի։ Վարազի բանդայի մնացորդները ցրվեցին։ Ոմանք գնացին քաղաք, ոմանք էլ այն ամենը երիտասարդները, ովքեր չհասցրել թաղվել մեղքերի մեջ, եկան զղջալու, ներողություն խնդրելու։ Տեղամասային Ներսեսյանին վերջապես հանգիստ ազատեցին գործից։ Ուղարկեցին մի նոր, երիտասարդ և ազնիվ տղայի, ով նայում էր Արմենին չթաքցված հարգանքով, բայց չփորձում նմանակել նրան, այլ սովորում էր նրանից գլխավորը՝ պաշտպանել սեփական ժողովրդին։ Արմենը չդարձավ ոչ պատգամավոր, ոչ էլ նոր հեղինակություն։ Նա պարզապես ապրում էր։ Նորոգում էր տունը, ավարտին հասցրեց բաղնիքը, որը հայրը ժամանակին սկսել էր, փորում էր բանջարանոցը, գնում էր ձկնորսյան լուսաբացին Վաչեի հետ, սովորեցնում էր նրան ոչ թե կռվել, այլ պաշտպանվել, չլինել զոհ, այլ լինել ուժեղ։ Նա դարձավ գյուղի յուրահատուկ չհայտարարված պահապանը։ Անցավ մեկ ամիս, հետո ևս մեկը։ Կյանքը մտավ խաղաղ հունի մեջ։ Որդուս համար պատասխան ես տալու։ Կորիր այստեղից։ Երեկոն տաք էր, բուրում էր հնձած խոտով և թարմ հողով։ Արմենը նստած էր շեմին, տաշելով հին կացնի համար նոր բռնակ։ Արևը մայր էր մտնում անտառի հետևում, ներկելով երկինքը բոսորագույն և նարնջագույն երանգներով։ Դարպասը ճռռաց։ Բակ պարելով մտավ հարևանի 7 տարեկան աղջիկը, 2 պինդ հյուսերով, որոնք ծիծաղելի թռչկոտում էին ամեն քայլի հետ։ «Հոպար Արմեն», զրնգուն ձայնով կանչեց նա։ «Ինչ է, չարաճճի», ժպտաց նա։ Ժպիտը հիմա անկեղծ էր և բարի։ Մաման կարկանդակներ է ուղարկել, կաղամբով, ասաց դեռ տաք են։ Եվ մեկ էլ ասաց շնորհակալություն, որ փողոցի լույսը սարքել եք, հիմա սարսափելի չէ երեկոյան զբոսնելը։ Նա մեկնեց նրան ափսեն, ծածկված ձյունաճերմակ սրբիչով։ Արմենը ընդունեց հյուրասիրությունը,
շնչեց թարմ խմորեղենի բույրը, լցված տնային հարմարավետության ջերմությամբ։ «Շնորհակալություն հայտնիր մայրիկին», ասաց նա։ «Վազիր, շուտով լրիվ կմտնի, իսկ դու դեռ դասեր ունես անելու»։ Աղջիկը վազեց։ Նրա զնգուն ծիծաղը արձագանքով տարածվեց բակում։ Արմենը կտրեց կարկանդակի մի կտոր և ծամելով նայեց իր գյուղին։ Ծխում էին ծխնելույզները, ինչ-որ տեղ բառաչում էր կովը, լսվում էր պահմտոցի խաղացող հարևանի երեխաների ծիծաղը։ Խանութի բաց պատուհանից հասնում էր ռադիոյի ցածր մեղեդին։ Սա նրա տունն էր։ Եվ հիմա այստեղ իսկապես խաղաղություն էր, ոչ թե պարտադրված, այլ նվաճված։ Նա հիշեց բանտը, մոխրագույն պատերը, չարությունը, որն այնտեղ եռում էր։ Հիշեց այն օրը այգում, երբ նա պաշտպանեց անծանոթ աղջկան։ Զղջում էր նա ինչ-որ բանի համար։ Ոչ։ Եթե այն ժամանակ անտարբեր անցներ, չէր կարողանա հարգել իրեն հիմա։ Եթե լռեր վարազի առջև, կդադարեր ինքը լինելուց։ Տղամարդը նա չէ, ով խփում է, այլ նա, ով պաշտպանում է։ Այս ճշմարտությունը նա ամուր յուրացրել էր ցավի և տառապանքի միջով։ Նա կերավ կարկանդակը, թափ տվեց փշուրները և վեր կացավ։ Վաղը պետք է օգնել հարևանին ծածկել գոմի տանիքը, իսկ վաղը չէ մյուս օրը խոստացել են կարասի լավ որս։ Վաչեն արդեն բոլոր կարթերը պատրաստել է։ Կյանքը շարունակվում էր, պարզ և իրական, իր ուրախություններով և հոգսերով։ Եվ այս կյանքում այլևս տեղ չկար վախի համար։